Արլուսայդի մեղվապահներ, հարգելի հետևորդներ, տիկնայք և պարոնայք, ձեր արդեն կնան չէր շատ կանցանցում դրա համար, ավել ճիշտ կլի դետվես դիմենք։ Մեր կոր առաջ ցանցում նայեցի, որ ես կարնան մեղվապահներին օգնության համար երկրի գլոբալ տաքացումն են մեջ բերում, բուժման մեթոդներն են բերում, բայց դեղորայքի բանի հարցն մեջ ճշտում են, բայց ականջատին է, որ ինչ-որ պետք ասել չեն ասում, վերջնական ուրայիթում ինչ անում։ Ուրեմն Ժողովուրդ ջան, գարուն մեկա եվ վլնի, գարուն գալուց մեղուններ զարդնում, դուսագալում ռամտիչի վրա, հետինած բանա բնական ձևա։ Հիմա մեր գարնան շուտ գալ կամ ուշ գալն, մեղուն, դիտես ոչ չի զգում։ Ինի մենք ամիսներով ենք զգում, էլի եթե ամիսն մեզի չասեն, մենք չենք զգա։ Դրա համար բերեք հաշվի չառնանք այդ գլոբալ տաքացում, ես մի հատ բան գիտեմ, գարուն եկավ եղանակ տաքսավ, մորընձու դնելու հնարավորություն եղավ տնումա, շատ տաքացավ, շատ ա տնում, քիչ տաքացավ, քիչ ա տնում, կախված է դրանից։ Հետո գարուն տաքանալու պես գարնան ծաղիկները լիարդու բացվում են։ Հիմա ասենք ջերմություն շատ բարձր կլինի, թե քիչ բարձր կլինի, կարող որ մեղուն թռնա, զարգանա, լավ տաքացավ ծաղիկն կբացվի, երեսնից կախված չէ, վատ տաքացավ երկրագնդի հողն, մակերեսն, ուշ կբացվի։ Հիմա կախված է մեզնից մի բան, մեղուն ինչքան է պատրաստ այս փոփոխություններին։ Հիմնական երկրագնդի ջերմության փոփոխություն այնքան չի ազդում մեր վրան, ինչքան մեր վրան ազդում է հələ առաջվա մեղվապահի բնորոշ հատկություններն, խայսաթն, մեղունեսա բանը լավ, ոնց ասում, տաքացավ, զարգացավ ունի սուլիսին, արդեն կսկսա բերք բերել, ուլիսն է հիմնական, դե տաբիշնան գնմեր այն ժամանակ, երբ դաշտերը ցանում էին բնական, ծաղիկներ էլ կար արհեստական կորնգանա բանա ցանում էին ծաղկում էր շատ էր։ Լեդ ժամանակի հետ խապնվելով իթում ենք պետք է որ բերքն այդ ժամանակ լինի։ Ժողովուրդ ջան, հիմնական բերքն էլ նոմա գարուն։ Երբ ծաղիկն բացվավ, ծաղկեց, արդեն 13-14 գրադուս կա տաքություն, արդեն ինի նեկտար է բերում, կապ չունի։ Հունվարին է ծաղկե, թե դեկտեմբերին, մեղվի համար ինչ տարբերություն։ Աշուն շիրատեն մեզ աշուն է տանում, գարուն տնես գարուն է տանում, ամառ տնես ամառել է տանում, ինչ համար որտեղ բերքի պակասություն կա, բերքի պակասության հիմնական պատճառն ոչ թե բերքելն ու չելնելն է, հիմնական պատճառը մեր մեղվի քանակն է, մեղվի քանակն ազգատակացն ձայթերին դուսեկող մեղուն չի չա, մեղվի քանակ շատ կլինի, դուսեկող քանակն շատ կլինի, մեղվի քանակ շատ կլինի, բերքն շատ կբերեն, հետո մի բան էլ էլի, չմտածեք, թե ես ավելի խելոք եմ կազմի, դուք պրոստո մի հատ, ասում ոստիկանում կա էլի, մեխանիկայի մեջ, եթե արագության մեջ շահում ես, ուժի մեջ ես կորցնում, ուժի մեջ շահում ես, արագության մեջ ես կորցնում, նույն էլ էդի դու աշխարհիկ մեղվի մոտ, տվյալ տերիտորիայում էդի ոստիկանն է, ծաղիկների վրան կա վսևո, այդ օր 3 կիլո մեղր, որտեղ ծաղկել 100 հատ, 100 հատն 3 կիլո մեղր կտա, կուզե թե տնեք 12 փետակ, կուզե տնեք 3000 փետակ, այդ 2 կիլոն է, կամ այդ 3 կիլոն է, ավել չի կարա բերի այդ օր, հաջորդ օր նույնց այդ 3 կիլոն ելնել, հերթով 3, 4 լինի, 5 լինի, վերջ այդ քանակի մեղուն այդքան կար այդ ծաղիկներից բեր, ավել չի կարա բերա, իրա թրշտի, տերիտորիայում եմ ատեմ ասում, Դա համար մեղուն մեր միջին ստանդարտով, ասում են թռնումա 3 կիլոմետր, աշխատեք իրարից, ուզում եք հարևանություն անեք լավ, բուտ եք ընտնում եք մեղվի մոտ, որ ասենք դե ցավ, փետ բան էդ ինչա, զխարանա, տարբեր փետակ զապաս, որ ծաստի տակ լնելի տրեք, կամ հետներ տեք տանում բերում, 3 կիլոմետր վրա մի հատ պստի փետից վրանա նման սարթեք տրեք, զոնթիկ, իրար հետ անպեք խոսացեք ամեն օր ընձի չթվում որ դու մեղու եք վերցում նայում տնում, բարզա ազատ ժամանակ իրար հետ կնստեք, իսկ գործ համար
Եկար քո պետակներ նայր գնացիր, ամեն մեկն թույ 3 կիլոմետրն իրան բանանել եմ, որ ասում զապասրն, դու ես էլ 3 կիլո հավակա, դու էլ 3 կիլո հավակա, մեր հիմնական մեղր չլնելու պատճառ Հայաստանի քչությունն դրանից է, իրարից հեռու դրեք, այդ մեկ, երկրորդը Ժորժ ջան, մեղուն ընդհանրապես դու աշուն վատ եք տանում, էլի ասեմ, աշուն շատ վատ եք տանում ձմեռանից առանց հաշվառնելու, թե կարուն իշ կգա, դեղեր օգտագործությունը Ժորժ ջան, որ ասում է օգտագործում ենք բիպին բան, ես ասեմ բիպին ոչ թե սկզբից սպաները, բիպին սկզբից լավ այլ է, որտև իլերա 8 գրամ ասենք մի լիտր ջրի մեջ, ամիտրազը, որ ներծծում է բանի մեջ, էտել իվանդայի նման տեղին սովորում է էլի, մնում է մամաթերթի մեջ լրիվը սարեր ենք, այդ մամաթերթ հանձնում ենք, այդ 8 միլիգրամ ոնց որ գնացել էր, ընդեղ նորից մամաթերթը հետա գալիս, էնի 600 աշճանի տակ է վերանում, մամն 600 աշճանի տակ չեն կարում տակացնեն, արդեն տալիս ենք 8 գրամ չոքնում, արտադրող ինքն է լավ գիտի չոքն, անում է 81 գրամ, 82 գրամ, շատ ժամանակ գրամներ չեն գրում, բայց իրանք դոզան պիտի բարձրացնեն, որ տվյալ տզին թունավորեն, գնալով ասեր արդեն 12.5 գրամի, պետի մեր համար էլ ապասն է ռատիպունա, մի բան արեք ներվեք, որ ասում եմ ռակ, ընդհանրապես կարող մեկին օրգանիզմ լավ լինի, չկպնեն, մեկին շուտ կպնեն, մեկին թույլ լինի, վապշե վրեն ազդա, մեղրի հետ էտի մնում է, մամաթերթ հետ մնում է, գալիս է մի պահ հասնում, ես վերջում ես որ եմ երկու բան նայեք, ես ասում եմ բիպինից հետո միրն ծու չի տնում, ես փորձել եմ, ընկերոջս հետ իմնի մեջ չեմ փորձել է ոչ մի դեպքում, որտև ես մոմն ես 13 տարի իմ մոմն ես, մոմ չեմ փոխում ուրիշի հետ, ես սարկում եմ, ես տնում եմ, ընկերոջս հետ տվիր ենք, ինքեն գրամով է չափում անում է, մի ժամանակ կարող եք բալշտիկ ասում բերում տնում եմ ու վերջ, տնում է իս ձևի, մեկի մեջնի տնում, երկսի մեջ փորձ ունի, գցում է տզերին, բայց որ մնում է մեջ սովորում են, էլ չի ազդում վրեն, նույն էլ ասենք ձեր մոտային ես չէ, որ ձեր բիպին մերնից տարբերել է, կամ լավ էլ է, կամ վատել է, էլի է Ռուսաստանից են բերես, դե բիպին չեն արտադրում, աշխատեք դու այդ քիմիական տեղերից հեռու մնացեք, որ մեղոյի, որ ասում է ֆիզիկական լրիվ, որակն մնա տեղ, ուժնել, աշխատասիրություններ, հիվանդ մարդն չի կարող այդ հապան բերալ գործանել, դենց էլ մեղուն է, այդ տեղերից թուլանում է, հիվանդանում է, աշուն ձեր մեղուն ծակ չի տնում լավ, աշուն դու շադիր չեք տզի վրեն, մի հատ աղորդում տեսա, որ ինչ-որ մի 500 մետրից ավել երևակայի դաշտ էին վառել, դա մեղուն էր լրիվ կորեր էր, ես չեմ գտնում, որ այդ վառելու ցակոր է, էդի տիզն է, ուտում է, կծում է, ես ես տարի լրիվ մի հատ պետակելի ասեմ ձեր պահեցի, սատկավ, մեկը սատկավ, կիսեր 3 մասի, բայց բուժումներ 20 օր իրարից տարբեր անում, այն ժամանակ, որ դու մեղու էի քաշում մեղր, ես այդ ժամանակ այդ վերջի պետակ սկսի բուժել ձերնի պես, որ դու մեղր քաշում եք նոր եք բուժում, այդ պետակն չապրավ մինչև վերջ մեղր մնաց մեջ ինքն թռավ լրիվ, սատկավ, Վլադիմիր Ջանգոզյանի հետ միշտ է կերվում, ինքն տեղը կա, որ ցույցել եմ թե ոնց է թափե, իրենց որ ասենք կախվածա ձեր մտածելակերպից, դու ուրիշի շատ մի հարցրեք, ես որ եսի կերում եմ տոնզի մի լսեք, դու արեք ձեր տեղամատ, բայց բուժումներ են ձի լսեք, քիմիական նյութեր ձեզի վնասում է, առողջական են չէ, ձեր մեղվի զարգացման վրեն, ձեր մեղուն կարուն դուսա գալիս 2 ռամ կա, 3 ռամ կա, թո 4 ռամ կա լինի մերկուսն էլ, էդի շատ վատ է զարգանում, մինիմում պտի 7 ռամ կլինի, մինիմում, կզարգանա կլինի մի վրասեք, մի բացեք շատ շարեք, իրար մի լսեք, որ ասում արա դու հետա պոլնի մեղու է շարա, դու 4 ռամքի վրա միջնապատեր դրեք, դու զարգանա 4 պոլնի ռամկա ծուտնա տեք ժան մեղվի մայրն, կամ մեղուն մեզնի շատ խելուկ է, ենի մեղր կահանա դուս կողե ռամքեքի վրեն միջնապատին հետ և մեջն լրիվ ծուկը տնա, ձեր մեղուն չի վանդանա, այդ ժամանակ դու իրան կիրակրեք, դիմոլ կիրակրեք պալին, կիրակրեք բիբար, ինչ համար, որ տրախենի կլեշ չնտապ հետո տիզն վերանա, սկզբի մոմենտ դու ես
շավել օգտագործեք, ցողելով շավելն վիրավոր մարմնի վրա որ ծակերը կլեշչն արդեն վարատոց ծակած են չի բուժվում կամ բիպինակ կաթացա կամ շավել նույն ցավնա պատճառում մեղունեթում կորմա մի անգամից քանակ պակասում է ձեր մոտ հետո կարնանը տիրակրեց որ չի կարում այդ դիմոլ եթե չեք կարում տիրակրեք չեք ուզում տիրակրեք բան մեջի մեջին 10 գրամ բանը պատիտի մեջ կախեք այդ հոտից դիմոլն չի բանն դիզն չի կարում կողնորշի ցակը որտեղ որ ծուտնա վրին էլիա պակասում մինչև տակությունները ասնի 20-25 աշճան մի հատ մուրավեյկականն է կթափի մուրավեյնի կիսլատերն աբսոլյուտնի վնաս չի տալիս մի 10-12 օր կանցի մի հատ էլ կտնեք մի պարտել կթափի ձեր մեղուն ազատ կլինի նորմալ բուժվի ինչի համար եմ էսի արեի զապիսը որ կարնան այդ նախապատրաստական աշխատանքներ արեք թու զարգանայի թադաշտ այս տարի լավ բերա իսկ աշնան համար որ որակով մեղու ստանաք իսկ գարուն չմտածեք մեղվի մասին կա թե չկա աշնան բերան հենց պետք է մեղրեն քաշեք տղեկ ջան մեկը դրած ծվերն տնա չտնա էդի ձեր բերքին չի օգնում իսկ այդ մեղուն որն բերքա պերմետի հարմար ապրում էլի ինչի համար զուչ դրես ծեր չտվես չի սատկում թազածված մեղուն որտեվ 9-10 ալամկայդ լավ մոմենտ մեղույա ծնվում այս ձեր կարնան տիրակրելու ձևնել դու թարգեք որ ազիմիրի կիլո կտամ կասնի կարուն հետո 100 գրամ կլցեմ լավ կզարգանա ամեն տանելուց այդ ամեն ճիշտ տնել 100 գրամը մերեն տենում ինչքան խոդն էլի մեղունա տիրակրում որ մերեն ծույա տնում եթե մեղուն չտիրակրա մերեն ինչքան էլ ուզենա չի կարա տնի այդտեղի զարգացման ֆունդամենտն դու եք տնում եթե տաք լինի մի անգամից 5 լիտր տաք տանալցա սկսած ու տնել, մերեն սպանջիկ սկսա տնել, մի օրում կտնա 1000 ծու, ոչ թե 100 ծու, դիզն 5 հատեր կտնա 5 ծու, չկար ավել տնա, իսկ վեր ամեն անգամ 100 գրամ տալ մեկ մեղուն տիրակրում տենու վեր չունի, մորն էլ չեն տիրակրում ծու տնա, ու տնմա կոֆեյ տալերքի չապ ծվերա տնում, մեկ ստե, մեկ ընդե, դա ծվերված, տրամար դիզն ստե զարգանում էլ մտնում են մեջի տեղել մտնում են, մինչև դուղարկ մի բերքի համարյա ձեր դիզն մեղվետամատած 50-60% մեջ ընկա, իշքան էլ դուզումա տեղ օգտագործեք, կցեք, չի կարա, որտև ծակերի վրենա, ենի դուս եկավ էլի կծում խեղտմա, բայց կծած դուս ալնում վեր մտնի աջորդի մեջ, ընդես սնվերա կծածա, աջորդն մտնում ծակա տնում կծում ինքնել, մի հատ օգտվում նր ծույատն որտև պեճատելուց է մտնում, հեսացի որ ասայ կարակ մերամկա տնեք մերեն կցեք մեջ չվախինա, կուշ լավա 10 հատ մեղուց ծնվի աշխատա, կաս թե 20 հատ ծնվի կեսը վիրավորելնի կամ չաշխատա, էդի մեծ նշանակություն։ Մի 12-13 օր մերն փակում եք, լարիվ պեճատացա, արդեն մեղուն դուսա էդ էին, սկզբի պեճատուկներ դուսա էդ է, բայց թազացակ չի տնու որ մտնի մեջ էլի, մի կանոր անցա մի հատ մուրավեյկա եք տալիս, էդ վաղտ, կամ ծուխ եք տալիս դիզն թապվում է, մի 13 օր մերն փակած եք պահում, դրանց հետո թողում եք մի հատ ռամքի վրա, 7 օր հետո արդեն մի ռամքի լրիվ ծվերա, մի ռամքի վրա են, ագրաժենի որ սետքի տրացեր, գանիմանոսկի ռշուտին, դրանց հետո մեր այդ մի ռամքին ծվում է պտի 7 օր հետո 10-րդ օր պեճատա, առած տեղել դար, ինչքան դիզուն եք հավաքում լծում այդ մի ռամքի վրեն, հենց պեճատեց ռամքի լրիվ մեջից անում եք, 2 օր ժամանակ ունեք, մտնում ծվում է, հետո դուսա գալիս որ աջորդն ծվա, մի 2 օր անցավ տեսա լրիվ պեճատը անում ես, կտրում էդի հեռացնում եք, բրծնում եք տզից լրիվ, 80% այդ ձև ասեմ, մի հատ էլ այդ ժամանակ կարակ էլի մուրավեյկա տնեք կամ շավիլտա կամ աջորդ, այդ պուստու առամքեն տնմեք մեղրի մեկ էլ ծաքի արանք, ինքն արդեն տե բորի ծուկը տնա, դիզն կանշնա շավ իրա բաննի որ ասմա չուստոն լավա էլի տակություն, մեծություն, բորի վրեն է հիմնական նստում, իսկ որ ամբողջ ամար մի ռամկա թողեք բորտակ պուստը մի հատ պրոլկայի տնում իրակ գործում են,
Այդ դիզն պաստանիկ տնակ փեչատա բորեր դու կանեք վերացնեք, բորեր կանեք վերացնեք ձեր մեղուն առաստից կլնի։ Աշուն մի անգամ լավ կմշակեք, գետա ծմերանոս լավ, քիչ քանակի դզով կամ вообще դիշ չլնի։ Եթե ես վարիանտն էլի տզերազման քիմիական տեղ մի օգտագործեք, ոչ թե ձեր համար ավատ, այլ մեղուն էլ ավատ աշխատում։ Մեղուն լավ զարգացրեք, տեղ ջան, շատ կփիրա, շատ փիրարից հեռու դրեք։ Մեղվի երնանցումա բիպին աշուն վեր սրսկում եք, բիպին շատ վատա, բիպին մորն մի ամիս զրկումա ծուտ տնելուց, ինչ կուզեք արեք, կուզեի միատին բիպին տվեք, մեկին մի տվեք, նույն չապի տերակրեք, բիպին տված պետակն միրեն մի ամիս ազիվ խելչար, ոնց որ նարկոս տամ, մեղուն էլա թուլ լավ չի տերակրում, մերն էլա թուլ, Հետո տեսնել վիրավորված են պետք է տանսատյանը տրանտել չեն կարա տիրակրե, ինենց որ ձեր զարգացումը շուն վատ կլնի։ Հետո մի բան էլ ավելացնեմ, աշնան կողմեր, որ ուզում եք տիրակրեք Ժորջան, դու կարակ լրիվ ռամտի կնանեք ձակով անձակ, դաժե որ մի փոքր շուտեք ար ուզում եք եկող տարի լավ լինի, կարակ լրիվ ռամտիկ ձևով բանով լրիվ հեռացնեք, մեջ ընտնեք թազարամկա նույն մուր հետ, մի հատ մուրավեյնի կիսլատան եք, լրիվ դիզն թապումա, լրիվա թապում, տակնել վազելին տնեք, որտև կաշշվում թապումա, որ կպնի մնա, մեղուն կլնի թազարամքի քիվրեն երկու հատ երարամկա եք տնում երեն պարզն դե չի ծվա, մի անգամից տնում եք վիրև մի հատ էլ վիրնահարկ, տղիկ ջան, շորի ուգլ թողում եք բաց տատի արգից, էտը մեղուր արդեն աշխատետ ետա կսատի, մեկ հատ ետա չետ ավզլ պանցրեք, Տնում եք 5 լիտր կեր, մի 4 օրվա մեջ է տռամքի լրիվ կկործեն, լրիվ 10 տռամկա թազա տնես 10 էլ կկործա, ու լավ ձուկը տնա առած տզի, ձեր եկող տարվա արդեն մեղվան տանիքներ են լրիվ, եթե տենց անեք, շատ ընտիր բուրատի կլնի, հետո ամեն տարի դու աշխատեք մերը ստանալու ձևին որ են ասենք ինչ-որ կասկածունի, ես կարամ օգնեմ, դիմեք կասեմ, ոնց ցույց կտամ, ձեր մերն ստացեք, ձեր ստացած մերն ամենալավն է, մանկապարտեզում ոնց քո երեխին պահեն, տիրակրեն կամ տակն մաքրեն, այդքան ուշադիր չեն պահել, չեն տիրակրել, ինչ-որ դու տանես անում, ինենց որ մոր պես ոչ մեկ լա չի կարած երեխա պահել, ինենց էլ մեղվա պահի պես իր մեղվան տանիքների համար մերն ստանալ եմ ոչ մեկ չի կարա ստանա, Մենակ կարողա մարդն չիմանա ոնց անա, իրան ասենք 3 բան ասեն, ընձել եթե 3 հատ նոր բան ասեն, եթե փորձած չլնեմ, կհավատամ կանեմ կտուժվեմ, մարդը ամեն ինչ արեք, մի փետատի վրեն, մեկն ես մի բան ասի, լրիվ մի արեք, մի փետատի վրեն փորձեք, մի փետակն մեկ բղանց լինի, ձեր արածով աշուն սատ կցնում եք, մի փետատի վրեն փորձեք, էդ է լավ, գերում ես, ես սևարի ստացվավ, շատ լավ է, դուրս եկավ, Որ հաջորդ անգամ չասես արել եմ թե չեմ արել, իսկ վարի ասածու վարի, ես մարդը ասածու վարի լավ էր, ես մարդը ասածու, Սպարտակասը շատ վատ էր, գրեք, որ իմ ասածն այդ մեթոդն չանեք, որ ձեզի պարզ լինի, պետք է մի բան գրեք, մերը ստանալու ձև ընկլնի, էլի կերմեք, ես ես բան ասած ստացա լավ էր, ես ես բան ասած ստացա վատ էր, մեղուն հետ գնաց, լավ չզարգացավ, մեղուն հաստրեց, լավ զարգացավ, Ամեն ինչ կախված է բերքավատի հետ տղի ջան, լրիվ մեթոդներ ինչի մասին ասում եմ, որ ասենք ուզում եմ օգնացել եմ բան, կախված է ռեզուլտատի հետ, ինչքան ճիշտ անեք, ինչքան քիչ ծախսով կարելի է այդ ստանալ։ Մեղրամը այդ մամաթերթերի ռասխոդն, տղի ջան, առողջ մեղուն ունենալու համար այդ ռասխոդ չէ։ 5000 դրամ տնում ես, բայց այդ մեղուն որակով մեղու է տնում մեծ, այդ մեղուն 2-3 անգամ ավել բերք ապերում, մեր բերք ասեք, որ դիսպերա, պտ իրարից հեռու տնեք, տղիկ ջան, կանանչն բացո, ես ասում եմ, ադուվանչիկը աշխարում լրիվ տեղեր էլ նոմա, դաշտեր սաղ տեղեր կա, որ աճում, պետի բերան աճում, իմ ընտրած ասովորական յուղի մեջ է ձև ասեմ, Ադուվանչից ամեն տարի ես 40-ից 50 կիլո բերք եմ ստանում, առած մի հատ մտածելու, լնորա կարուն էդ, տեղին ծաղի կնկայեց այդքան ստանում եմ,
Պարզես վերջ տարիներ ուշադիր չեմ այդքան այս տեղը փոխվելու արցնախանգարում դե մեղների փետակի նայել փոխել բան, որ ասում դուխից ընկնում ես, վերդի լավ նայել շատացնես, հետո նորից սկսես քանդել։ Բայց երմուտ էտես բան չկա, դուվան չկցես դի տա 50 կիլո, եթե 40 էլ տա, որ այդ միրիկ փոխում, որ այդ մի ամիսն մոր փակում եք, որ պիսի տզեր վերացնեք, էդ էլ տնեք վրենց երմուտի դամունի սուլիսին լավ բեր կալնում, էդ էլ բերա նախ 20 կիլո, որ դի ծակ տիրակրա, էդի չկա, մնումաց եզի, չեն տիրակրում, էդ մի ամիս միրն փակում եք, մորն փոխում եք տեղի ջան, դիզն վերանում կամ մոր որ փոխեք լավ կնե չեք փոխում, քիմիա չեք օգտագործում, այդ մեր թողում եք, մի հատ աբրաբոտ կարիք տզեր չկա, թո ծակ տնան նորից հաջորդ տարվա համար ծակ կլինի, էլի որակով կլինի, բայց էլի 4 ռամկի մեջ դրեք միջնապատով, որ 4 ռամկա դու դիտես, ստանդարտ 4 ռամկա իլերա, կարաս լրի մեղրն քաշես, մերն թողեցի 7 օր 8 օրի նորի դες կերակրում ես 2-3 4 բայց լրի տատար կա 5 կիլորական տնմես որ չպակասի տանում են կողել լցում փեճատում է այս արանք մերնը տետյանքում չի լցի մերն լրի ծվես բրծավտղի ջան մերն փակեք որ մինչև աշուն ցրտեր են ցակ չտնի ցակ հատն մետը անտած ցակում են տիրակրել դիզնելի զարգանում ծեր մոտ շատան մատզի քանակ հետո մեղուներ ծաչեն պահում թուլանում են դու փակեք մինչև աշուն երբ ցուրտ էլ ավարտեն տեն մեկ էլ 6-7 աշճանա մորն թողեք հանդիս թեթամեջն է որ դե կավակրեն կնստեն գարուն կդիմավորեք նորմալ ընտանիք նորմալ բան մեղում դի լավ որակով դեր տանալեցա մեջցել եթե մեղրի ռամկա է քանը մեր կոտ մինչև տիրակրել են ամեցից 2 ռամկա պահեք գարուն ես տեր տալու փոխարեն կանդի տալու փոխարեն մեղր ես տնում ամենալավ կերն գարնան մեղրն է մեղր տվեք թու լավ զարգանա ուժեղ մեղրն էլ այսինքն ֆիզիկապես բանի это շաչարի պեսոկով որտեղ այն որ չեր ծնվել մեղուն ասում են փեճատածա 10 օր հետո արդեն զում փեճանա մինչև դուրս գալ եթե մի 30 կիլո լուծույթ տնեք ելում 15 կիլո կեր մեղունեն որ դիթարկոր էր աշխատեր համար էլ դիտանալից է լրը մշակում է մեղուն նորը որ ծնվել է մշակած կերի վրա էլ այդ մեղուն չի աշխատում էդի նորմալ մեղու է դիթացմեր ու լավ կլինի կարուն է լավ ծուկը տնա լավ կզարգանա այսքան տղեկ ջան եթե ինչ-որ հարց կլինի միտեղ կարող վրիպել եմ մի բան չեմ ասա կներեք բայց ամենայն դեպս Ես կարնան ցողել են վերացրեք ծախով եթե կարակ բան, բայց ավելի լավա տերով օրական 200 գրամ տրեք թող այս չափ մնատակ, էլի լցեք վրեն, որ տեր ունենա տանապաստանի լավ ծվեն, հետո նեղացրեք, որ շատ ծվամ իրեն։ Թող բանը մեղուն զարգանա, լսվի կողը ռամկեքի վրեն, միջնապատից դուս կերը ռամկա են։ Թոլին դրա վրավից պիրատիրցնա, բայց ատե գիտես, մեղուն արտադրվում ելում կողեր նստելու տեղ լինի։ Ընդ տատար մասկսում մաքրել, դզել, պատրաստել, որի բրծուկը տնա։ Երբ մեղուն լավ լիք լսվավ, տակություն լավ 14-15 13 իրիկում։ Հետո միջնապատերը անում եք, մի տատար կրամկա եք տնում դզերի խմար սիրուն։ Դու գործեն ծվեն, նո, մի պրովուրկով առանց սպանի, առանց մամաթերթի, որ բորից ու տնա, որ ծեր ռամտիկ բորի տակ չպչացնա, բոր ծվելու ունենալու, դու ինքն բորն տնա, ինքն անա, հետո պինցետով անում եք բորն պակերը, դիսկավրեն ուրեմ լավա, սաղ էրացն մեկ, նորից եք տնում, իրան բոր պետք լնի կհանա, ենաց որ այդ բան անում եք էլի, պրացիդուրան բորով շատ լավ էրանում, բորը ռամկով դիզ էրացն են, այդ ավաստարա 2 շապատ մեկ, 22-23 հատեն բորն մեջ շատ ծնվում, նո 25 օր մեկ բիպին տալու, այդ չապ ինքեն որակով էրացնմա, 10 օր, 12 օր հետո փեճատեց, հանում ես, մի հատ էլ ես տնում, մի հատ էլ 12 օր հետո գործում անում, այդ գործել անել վատ չէ, նոր ծնված մեղուն եթե չի գործում, ենի հիվանդա, այսինքն հիվանդանում է, որտեղ մամ ունի միջն արտադրելու, եթե դու գարուն ինքն բերչի բերում որ գործա, այսինքն հետի գործում է, այսինքն բերչ կա որ փեճատա գործած բաներ չեք տնում մեջ, չի կարում այդ օգտագործա, չէ, այդ
Գեղցեր են, որոնք պետք է մեղր վերամշատիր, ինան վերամշատիր փչանում է։ Դրա համար մամաթերթ դեյթո գործա մինիմում 6 մամաթերթ ամեն պետակ դի կարունեն ծաղկափոշինեկավ տնես մեջ գործա։ Քիչ պայք, խիտ պայք, որ գործա, որ լենիկ պահում չգործա տնեք կծակա իր ինչինա։ Այդ այս ծակում բերում ուրիշ տեղ պաչինգայանում։ Այսքան տայք ջան, դա թեզի որ ասում է առողջություն, ովի ցանկություն ունի Աստված դա կարում կատարվի։ Մեղուներն լավ դուրս գան, լավ թռնեն, լավ բերք բերեն, ձեզ ուրախացնեն, ինչ հարցեր կլինի տայ ջան կերեք, պատրաստ եմ օգնեմ, անվճար են ես որ թիմոթի չտարցակ վճարովի կլինի, կապատյամանու համար լուբոյին կօգնեմ, մենակ թողարցնեմ, ինչքան հասկանում եմ իմ հասկացածի չափով, դե աջողություն ձեզ տղի ջան։